Ես չեմ հասկանում, թե ինչի են մարդիկ շաքարից այսքան վախենում ու մտածում, որ ինքը ինչ-որ թույն է, որը քո առողջությանը վնաս է։ Շաքարը ինքը իրանով ոչ մի առողջական վնաս չունի։ Ես ամեն օր մոտ կես լիտր հյութ եմ խմում, որի մեջ շաքար կա, ու ես հավաստիացնում եմ քեզ, որովհետեւ ոչ մի ձևով իմ առողջությանը վնաս չի հասցնում, ու մի բան էլ իմ մարզումները բարելավելու շնորհիվ իմ առողջությանը անուղղակիորեն օգնում է։ Բոլոր ածխաջրերը, որ մենք ուտում ենք, այսինքն լինի էդի հացահատիկներ, միրգ, բանջարեղեն, թե շաքար, ի վերջո մեր օրգանիզմում դառնում են գլյուկոզա, որովհետեւ գլյուկոզան էդի միակ ածխաջուրն է, որը մեր օրգանիզմը կարող օգտագործի որպես էներգիայի աղբյուր։ Այս ածխաջրերի միակ տարբերությունը այն է, թե իրանք ինչ մեխանիզմով են մեր օրգանիզմի կողմից յուրացվում, այսինքն օրինակ գլյուկոզան ու ֆրուկտոզան տարբեր մեխանիզմներով են յուրացվում, ու այն թե իրանք ինչքան արագ են յուրացվում, այսինքն գլիկեմիկ ինդեքսը։ Պարզ ածխաջրերը, որոնք ունեն ավելի բարձր գլիկեմիկ ինդեքս, շատ արագ են յուրացվում, օրինակ շաքարը, իսկ բարդ ածխաջրերը, որոնք ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, ավելի երկար են յուրացվում։ Հիմա այն թե այս արագ կամ դանդաղ յուրացվելը լավ թե վատ բան է, շատ կախված է կոնտեքստից։ Օրինակի համար, եթե ես ամբողջ օրը շատ խառն եմ եղել ու օրվա ընթացքում ոչ մի բան չեմ հասցրել ուտել ու եկել եմ մարզասրահ, ինձ պետք են պարզ ածխաջրեր, որոնք հնարավորինս արագ կյուրացվեն, որպեսզի ես ունենամ էներգիա իմ մարզումների համար, որովհետև ուժային մարզումների ժամանակ առաջնահերթ էներգիայի աղբյուր օգտագործվում են հենց ածխաջրերը։ Ու մենք բազմաթիվ հետազոտություններ ունենք, որոնք ցույց են տալիս, որ ցածր գլիկոգենի պաշարները կամ ցածր արյան շաքարի մակարդակները կարան մեր ընկալված ջանքի մակարդակները բարձրացնեն, ինչի պատճառով մենք ավելի քիչ քանակի մկանաթելեր կկարողանանք ակտիվացնենք, ու այսի բացասականորեն է հասնում մեր պարապմունքի ու նաև մեր մկանային աճի վրա։ Այսինքն sense կոնտեքստում շաքարը, որը սախարոզն է ու կազմված է գլյուկոզի ու ֆրուկտոզի մոլեկուլներից, կարա շատ օգտակար լինի, որովհետև ինձ հնարավորություն է տալիս մաքսիմալ արագ ածխաջրեր յուրացնել ու էներգիա ունենալ իմ պարապմունքի ժամանակ։ Ես հաստատ sense կոնտեքստում հնդկածավար կամ կարտոֆիլ չէի ուտի, երբ որ ես արդեն հասել եմ մարզասրահ։ Ու հիմա պատկերացրենք ուրիշ սիտուացիա, որ ես սննդակարգ եմ կազմում իմ կլիենտի համար, ով որ փորձում է քաշ կորցնել։ Այս մարդը առավոտներն է մարզվում ու հիմա ես գծում եմ այն, թե ինչ է ուտելու ինքը իր ընթրիքին։ Ես sense կոնտեքստում հաստատ շաքար չեմ դնի իր ընթրիքի մեջ, այլ դրա փոխարեն կդնեմ ավելի բարդ ածխաջրեր, օրինակ հնդկածավար կամ բանջարեղեններ, որոնք ավելի երկար են մարզվում, որովհետև այս մարդուն ավելի կուշտ կպայի ու հնարավորություն կտա ավելի հեշտ չշեղվել սննդակարգից։ Ու ես էլ չեմ խոսում նես դեպքերի մասին, երբ մարդիկ ունեն դիաբետ կամ ինչ-որ ուրիշ առողջական խնդիրներ, որովհետև սրանք նույնպես նյուանսներ են, որոնք պետք է հաշվի առնել։ Այսինքն կոնտեքստը շատ մեծ կարևորություն ունի ու ուղղակի շաքարից վախենալը ու ասելը, որ այն վատ է կամ թույն է բոլոր կոնտեքստներում, դա անխելքություն է։ Եթե դու առողջ մարդ ես, չունես դիաբետ ու չաղ չես, քեզ շաքարից խուսափելը ընդհանրապես պարտադիր չի։ Ուղղակի ունեցի բալանսավորված սննդակարգ, որը քեզ ապահովում է բոլոր հարկավոր սննդանյութերով ու միևնույն ժամանակ քեզ կպայի առողջ ճարպային մասսայի սահմաններում։